Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցելու եմ Թեհրանի հայկական Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քեշիշյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Քեշիշյան, Reuters-ը ասում է, որ Իրանի գերագույն առաջնորդը ԱՄՆ-ի հարձակման մտավախության պատճառով երկրի զինված ուժերը կարգադրել է բարձր պատրաստվածության բերել, Իրանը նաև ծանոթություններ է ուղարկել հարևան Իրաքին, Քուվեյթին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Թուրքիային, Բահրեյնին, որ ԱՄՆ հարձակմանը ցանկացած աջակցություն, այդ թվում թույլ տալ ԱՄՆ ուժերին օգտագործել իր օդային տարածքը կամ տարածքը կդիտվի որպես թշնամական գործողություն Թեհրանի նկատմամբ, ինչը լուրջ հետևանքներ կունենա։ Նաև իրանական կողմից տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ ցուցադրում էին ստորգետնյա, այսպես ասենք, ռազմական կառույցներ եւ այլն։ Իրանի շուրջ իրավիճակը գնալով հասնում է դեպի ռազմական էսկալացիայի եւ այս տեղեկությունները, որոնք հրապարակում են միջազգային լրատվականները, որքանով են համապատասխանում իրականությանը։ Դա բնականաբար արդեն ինչպես գիտեք Թրամփի գործի գլուխգալուց հետո հարցեր արձարծվեց, որ Ամերիկան ուզում է երկխոսության մեջ մտնել Իրանի հետ, իսկ իհարկե իր պայմաններով ու նախապայմաններով, որին Իրանը թեև երկխոսությանը ընդառաջեց, բայց նախապայմանների դեպքում հստակ իր դիրքորոշումը հայտարարեց, որ չի կարող պարտադրվող կամ այսպես ասած սպառնալիքի լեզվով խոսել երկխոսության համար։ Այդ բոլոր կետերը, որ դուք նշեցիք, իհարկե կա, դրան նաև պետք է ավելացնել Դիոգո Գարսիա կղզի գաբակցությամբ իրանական կողմի արտարծած պարագան կամ այսպես ներկայացրած պարագան, որ գիտեք հնդկական օվկիանոսում ներկա կղզիներից մեկն է, որտեղ ամերիկյան ուժերը ունեն ռազմաբազա եւ Իրանը ցույց տվեց, որ ունի հնարավորությունը հարվածելու այդ կղզին եւ ոչ միայն այդ կղզին, ինչպես նաեւ բոլոր այն հարևան երկրներին, որոնք կփորձեն Ամերիկային տալ այն հնարավորությունը կամ այն կողմին, որ համենայն դեպս կփորձի Իրանին հարվածել այն հնարավորությունը, որ իրենց օդային կամ ամենայն դեպս ցամաքային որևէ կերպ իրենց սահմաններից թույլ կտան հարվածել Իրանին, Իրանը չի թողնի դրանք անպատասխան եւ վստահաբար կպատասխանի եւ դրանք կհամարի թշնամական դիրքորոշում։ Այդ բոլորը ճիշտ է, բայց այնուամենայնիվ թվում է, որ եւ Իրանը եւ Ամերիկան երկու կողմերն էլ բացել են լայն, այսպես ասած, փակագծեր եւ հռետորաբանության անցել, փորձում են, որ համապատասխան մեծ բառեր օգտագործել, որպեսզի որոշակի նվազագույնների հասնեն։ Այստեղ գիտեք, մի կարևոր հարց կա վերջին հաշվով։ Իրանը ինչ ունի սեղանի վրա դնելիք եւ Ամերիկան ինչ ունի փոխադարձաբար սեղանի վրա դնելիք եւ պահանջելիք, այս հարցերն են։ Այստեղ երևի Իրանի այն փաստորեն ունեցվածքը, որը պիտի սեղանի վրա կա որպես, այսպես ասենք, եթե առևտուր որպես առևտրի առարկա, ապա Իրանի ծախվելիքն է, այստեղ միջուկային հետազոտությունները, միջուկային հնարավորությունները եւ միջուկային ընդհանուր այդ փակեթն է։ Այս փակեթը սեղանի վրա տնելու համար իհարկե գիտեք, որ Իրանը արդեն նախկինի դիրքում չէ, 2015-ին, 2005-ին եւ դրանից առաջ եւ հետո պայմանները լրիվ այլ էին, այսօր լրիվ այլ է, Իրանը այսօր գրեթե խտացումը 60%-ի հասել, ինչը որ Իրանին ավելի հզոր դիրքի վրա է կանգնեցնում այդ առումով, այսինքն բնականաբար իր ծախվելիք առարկան ավելի թանկացել է այսօր։ Եվ այդ թանկությունը բայց պիտի կարողանա ազդի հարաբերությունների վրա։ Թվում է եւ Իրանում եւ նաեւ ինչու ոչ Իրանի հակառակորդ կողմ, այսինքն այստեղ երևի ամենակոշտ հակառակորդ կողմի մոտ Իսրայելի մոտ որոշակի մտավախություններ կան հավանական երկխոսություն սկսելու մասին։ Այստեղ իրանական կողմում եթե դա արմատական թևի մոտ է, դա ցույց տալիս իրեն եւ փորձում են որոշակի այսպես ասած կարծր դիրքորոշումներ արտահայտելով ինչպիսին էր եւ որ առաջ
Իրանի այսպես պահպանողական քեհանորատերտի հայտարարությունը, որ խոսում էր Թրամփի գլուխը ջարդելու մասից, նույնը նաև կարելի է տեսնել Իսրայելում եւ Նեթանյահուի այցը Վաշինգտոն, այդ բոլորը գալիս են նույն մտահոգությունից, որ թեև երկու կողմերը եւ Իրան եւ Ամերիկան այսպես ասենք սպառնալիքների բարերով կամ բառապաշարով են խոսում իրար դեմ, բայց այնուամենայնիվ կարծես թե որոշակի տեղաշարժ կա երկխոսության առումով, որովհետեւ Իրանը իր պատրաստակամությունը հայտնեց երկխոսության, թեև անուղակի, բայց այնտեղ նաև որոշակի հարց կա, որ ինչու այդ տարբերակը, որովհետև Իրանը ամենայն դեպս չի ուզում, որ Իրան-Ամերիկա երկխոսությունը սկսվի երկու կողմի հետ, որ հետո երկրորդ կողմը կարող է ինչ-որ երբ դրա տակից փախնել կամ այսպես այլ կերպ ներկայացնել երրորդ կողմի ներկայությունը այնտեղ որոշակի վստահություն է ներշնչում, որ ավելի զուսպ կմնա ամենայն դեպս արևմտյան կողմը, այս դեպքում Ամերիկան այս հարցը ներկայացնելու աշխարհին։ Այո, դուք ինչպես նկատեցիք, Իսրայելի վարչապետն է ժամանել Վաշինգտոն եւ նրան ուղեկցում է նաեւ Իսրայելի կառավարության ղեկավարի ռազմական քարտուղար գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը։ Երկու օրվա ընթացքում Նեթանյահուն հանդիպելու է Թրամփի, նաեւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բնականաբար օրակարգում բավականին լայն հարցեր են, Մերձավոր Արևելքը մեծ իմաստով, նաեւ Իրան, Գազա եւ այլն։ Նեթանյահուի այցից շատ բան է կախված լինելու։ Ես կարծում եմ, ասենք, ինչպես որ բացատրեցի, հենց այդ մտավախությունը կա, որովհետև եթե նաև վստահաբար հետևել եք լուրերը, որ Իսրայել հայտարարեց, որ Գազայի գետնափորերում գտնել են փաստաթղթեր, որտեղ ապացուցում են Իրանը օգնել է Համասին սկսելու 2013-ի հարձակումը եւ այս բոլորը պիտի երևի մեկ ընդհանուր փակետի մեջ, մեկ ընդհանուր տուփի մեջ տեսնել, այսինքն զգալի է, որ Իսրայելը միտում է ամեն կերպ Իրան-Ամերիկա հարաբերություններին դրական ընթացքի առաջ է ամենայն դեպս առնել եւ այդ մտավախությունից ելնելով էր թեև նոր էր արդեն նոր էին հանդիպել Նեթանյահուն եւ Թրամփը, բայց դրանով հանդերձ նորից նոր հանդիպում է կազմվում եւ այս նոր հանդիպման մեջ նաեւ շեշտվում է, որ Իրանի արդյոք պիտի խոսակցություններ ունենան, իրենց մտահոգությունները արձարծեն եւ այդ բոլոր հարցերը ես տեսնում եմ հենց նույն շրջանակում, այսինքն Իսրայելի մտավախությունը, որ հնարավոր է Իրան երկխոսության սկիզբը դրվի։ Սա է խնդիրը, թեև անուղղակի, բայց ամենայն դեպս դա Իսրայելի համար այսօր այդքան էլ ձեռնտու չէ։ Պարոն Քեչիշյան, մենք նաև գիտենք պատժամիջոցների հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ֆինանսական իրավիճակը Իրանում, թե ինչպիսինն է։ Իսկ որքանով կարող է Իրանին ձեռնտու լինել իր դեմ հարձակումը այդ սոցիալ-տնտեսական ֆինանսական խնդիրների պարագայում որոշակիորեն հանրային կոնսոլիդացիա ապահովելու համար։ Ես կարծում եմ Իրանը պատերազմ չի ուզում, այդ տեսակ չէ, որ Իրանը պատերազմի ցանկություն ունի, դա նույն վիճակն է նաև Ամերիկայի համար, այսինքն Թրամփը եւս պատերազմ չի ցանկանում։ Բայց ինչպես խոսքիս սկզբում ասացի, այն բոլոր հայտարարությունները, որ լինում են, տեսեք, ես հիշեցնեմ տոնական օրերին Իրանի Նորուզի առիթով, Իրանի զորքերի ընդհանուր հրամանատարը Պերսեպոլիսից հայտարարեց, որ մենք խաղաղության կողմնակից ենք, բայց եւ նույն ժամանակ պետք է ամեն ինչով պատրաստ լինենք դիմակայության, եթե որևէ հարձակում լինի։ Այս հայտարարությունը ես հիշեցնում եմ կարևոր է, որ լինում է Պերսեպոլիսից, այսինքն երկրի ազգային համարվող կենտրոնից, տեղ, որտեղ ազգը իրեն համարում է, այնտեղ իրանական ազգը իր սկզբնաղբյուրներից է համարում։ Այդ նման տեղից նման հայտարարություն հնչեցնելը ցույց է տալիս, որ այստեղ բոլոր կողմերը, երկրի բոլոր ուժերը, իշխանություններից մինչև ընդդիմություն, ներքին ընդդիմություն եւ տարբեր դեմքերը, մտավորականները, փորձագետները բոլորը կմիատեղվեն, եթե պետք է երկրի պաշտպանելու առումով հրապարակել։ Այդ հարցով նաեւ անցյալ օրը մի հայտարարություն հրապարակվեց 400 ստորագրմամբ, որտեղ գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների
ստորագրությունները երևում են, այսինքն երկրում աշխատող բոլոր կողմերը կան, եւ աչի պահպանողական, եւ դրանք այն բոլոր ուժերը, որոնք երկրի մասին մտահոգված են կամ խոսում են։ Ինչպես խոսքում ասացի, Իրանը չի ցանկանում պատերազմ, եւ ես կարծում եմ Թրամփը նաեւ նման ցանկություն չունի։ Սրանք բոլորը հանուն նրա են, որ պետք է ինչ-որ ձև դարձնեն այս ամբողջը կառավարելի, բայց եւ նույն ժամանակ հնարավորինս շատ, այսպես ասենք, միավորներ շահել դիմացինից։ Հիմա ինչ կարող են անել, արդյոք Իրանը կգնա անոն ամեն ինչի բոլոր սպառնալիքների տակ երկխոսության ոչ, Իրանը չի գնա եւ Իրանը ստակացրել է օրինակի համար հրթիռների հարցով, ԱՏՍ-ների հարցով որևէ կողմի հետ չի բանակցելու, որևէ մեկի չի պատրաստվում խոստում տալ, որ դրանցից պիտի հրաժարվի։ Բայց ինչ վերաբերում է միջուկայինի պարագային, այդ այն հարցն է, որ Իրանը պատրաստ է դրա հարցով երկխոսել եւ պատրաստ է նույնիսկ նախկին արդեն համապարփակ ծրագրի շրջանակում խոսել։ Իհարկե նոր պայմաններով վերջին հաշվով, որովհետև այսօր ավելի զարգացած դիրքում է Իրանը այդ առումով։ Շատ լավ, մասնավորապես տեսեք, Թուրքիան է դեմ արտահայտվում հնարավոր նման գործողություններին, Ֆիդանն էր հայտարարություն տարածել եւ ադրբեջանական կողմը ակտիվ սատարում է իսրայելական կողմին, պաղեստինյան հարցում աջակցում Իսրայելին, Թուրքիան հակառակ դիրքորոշում ունի, Իրանը, Հայաստանի Հանրապետությունը եւս ճանաչեց Պաղեստին պետությունը, Հայաստանի մասով, հա, Հայաստանը իրեն փորձում է դիրքավորել հենց այս ճամբարում, հա, Պաղեստին պետությունը ճանաչելու հանգամանքը գործոնը հաշվի առնելով, նաև այսպիսի հնարավոր զարգացումները կանխատեսելով եւ նպատակ ունենալով։ Հասկանալի է եւ կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը այդ առումով շատ կարեւոր եւ շատ ճիշտ է։ Հայաստանը թեև ծրագրել է արդեն նախաբեսել, որ բազմավեկտոր քաղաքականություն է վարում եւ տարածաշրջանում նաեւ նույն քաղաքականություն վարում է, բայց եւ հասկանում է անի հետ հարաբերությունը իր համար ռազմավարական հարաբերություններ են եւ ամեն ինչ պիտի անի, որ այսպես ասենք նվազագույնս Իրան հայտնվի վտանգի ներքո։ Այդ առումով պետք է հասկանալի լինի, որ Իրանի դեմ պատերազմը նամանավանդ այդ մասշտաբի պատերազմը, այսինքն Ամերիկայի Իրան պատերազմը շատ վտանգավոր վիճակ կարող է ստեղծել Հայաստանի համար, ինչին արդեն ինչպես հիշատակեցիք նաև արդեն ադրբեջանական պաշտպանությունը կամ դիրքորոշումը Իսրայելի կողքին նաև ցույց է տալիս դրան, ադրբեջանական հռետորաբանությունը սահմանների առումով, այդ ապատեգատվությունը անընդհատ կրակոցների առումով բոլորը նաև նույնից է գալիս եւ հիշեցնեմ, որ տարածաշրջանում միայնակ երկիրը, որ խոսում է Հայաստանի սահմանների անխախտելիության մասին, երևի Իրանն է։ Թեև չեն խոսում ըստ Եվրոպայի եւ Արևմուտքի մասին, նրանք էլ իրենց հայտարարություններ տվել են, բայց այս կարևորը տարածաշրջանի երկրներում, այսինքն եթե նայում ենք Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, եթե այս շրջանակի մեջ ենք տեսնում, արդեն լրիվ այլ է եւ միայնակ կողմը, որ կա այդ հարցով Իրանն եւ կարծում եմ Իրանի ներկայությունը, դերակատարությունը, որոշակի աշխուժությունը նաեւ զսպիչ է Ադրբեջանի նկատողների համար։ Իսկ Ադրբեջանի գործոնը, հա, Ադրբեջանը ինչպիսի դերակատարում ունի այս process-ներում կամ գուցե կցանկանար ունենալ։ Բնականաբար Ադրբեջանի համար դա ցանկալի է, տեսեք, որովհետև քանի հարցեր կա Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի նկատմամբ ունի նկատողներ, այլ նաև Իրանի նկատմամբ։ Եվ եթե Իրանի վիճակը խախտվի եւ որևէ կերպ ամենայն դեպս Իրանը թույլանա, փանթոկիստական ուժերը Իրանում պիտի ավելի աշխուժանան, որոնց ֆինանսավորում եւ որոնց հետևին կանգնած է Ադրբեջանը, ինչու՞ չէ նաեւ Թուրքիան, բայց այստեղ Ադրբեջանը իրեն ավելի աշխուժ է դրսևորում, խոսում է Իրանի ադրբեջանական նահանգների մասին որպես հարավային Ադրբեջան եւ որոշակի աշխատանքներ է տանում այստեղ եւ փորձում է իր այսպես ասած գործակալների միջոցով Իրանում մեկ ադրբեջանական դրոշ բարձրացնել եւ նման հայտարարություններով կամ որևէ հարց եթե բարձրացնենք Իրանի ադրբեջանական նահանգում այսպես լեզվի հարցով կամ այլ հարցերով ամենայն դեպս առաջինն է որ փորձում է պաշտպանի դերում հանդես գալ կամ խոսել դրանց իրավունքի մասին, ինչին ընդհանրապես իրեն ոչ վերաբերում է, ոչ եղել է, ոչ պատմականորեն նման բան գոյություն ունի։ Հաստատում է փաստ, որ Ադրբեջան կոչված երկիրը ընդամենը 1918 թվականից հետո
թուրքական իշխանությունների կողմից ստեղծված իշխանություն է, որը այդքան էլ ոչ ունի արմատ, ոչ էլ որպես Ադրբեջան, վերջին հաշվով նա համարվում էր թաթարական տարածք կամ այսպես ասած Ռուսաստանի հարավային շրջանում ապրող թաթարների տարածք, այդպես է միշտ հայտնի եղել։ Իսկ այսօր նրանք մեծ նկարտումներով են խոսում Իրանի մասին, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի մասին եւ իհարկե եթե Իրանի նման հզոր երկիր, որի նկատմամբ ունեն իրենք ծրագրեր կամ երազանքներ, այսպես ասած, այդ երազանքները կարող են իրականանալ բնականաբար Իրանի թուլացմամբ Իրանին հարվածի տակ տանելու դեպքում եւ որի մեջ Ադրբեջանը թե կարող է խաղալ արևմտյան երկրների կողմնակիցի դերում հանդես գալ եւ Իսրայելի պաշտպանի դերում հանդես նրանցից սպասել օգնություններ, ինչպես ստացավ Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից առաջ եւ դրանից հետո արդեն իր երազանքներն ունի։ Շնորհակալ եմ, պարոն Քեշիշյան։ Եվ այդ կարծում եմ ավելացնել այստեղ մի կարևոր կետ կա, որ եւ նախկին եւ ներկա Իրանում գործող իշխանությունները խոսում են նրա մասին, որ եթե ճնշումները այսպես փորձեն գնալով ավելի շատացնել եւ ծանրացնել Իրանի վիճակը, Իրանը ճար կամ այսպես ասած որևէ այլ ելք չունի, բացի գնալու դեպի միջուկային զենքի ստեղծում։ Սա նաեւ որպես կարևոր փաստ պիտի արձանագրվի։ Շնորհակալ։ Այսինքն գրեթե որևէ ճանապարհ չի մնում Իրանի համար բացի այդ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, լավ մնացեք։ Զրուցակիցս Թեհրանի հայկական Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։